Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Դաշնակցական Կիրո Մանոյանը երեկ կարելի է ասել սենսացիոն իրականություն է բացահայտել։ Նա պատմել է, որ 2012 թվականին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը այցելել է Երևան հատուկ մեկ նպատակով, որպեսզի հայտարարի, որ Ուրուգվայը ճանաչում է Արցախի հանրապետության անկախությունը։ Սա կլիներ առաջին պետությունը, որը կճանաչեր Արցախի հանրապետության անկախությունը։ Բայց հենց այդ պահին գործի է անցնում Մոսկվան։ Մանոյանի պատմելով, Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը Երևանում ստանում է մի հեռախոսազանգ, ուղղորդված Ռուսաստանից, եւ հենց այդ հեռախոսազանգից հետո հայտարարությունը տեղի չի ունենում։ Այս պատմությունը առաջին հայացքից թվում է ընդամենը պատմական մի դրվագ, բայց իրականում այն բացում է մի ամբողջ էջ, թե ինչպես է Ռուսաստանը տարիներ շարունակ կանխել Արցախի միջազգային ճանաչման ցանկացած հնարավորություն։ Եվ սա ոչ թե ենթադրություններ է, այլ ականատեսի ուղիղ պատմություն։ Ինչ է սա նշանակում, որ երբ մենք տարիներ շարունակ լսել ենք Պուտինի եւ ռուս պրոպագանդիստների հայտարարությունները, թե իբր Հայաստանը ինքը չի ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը, իրականությունն ամենևին էլ այդպես չի եղել։ Ավելին, Ռուսաստանն է համակարգված ձևով տարիներ շարունակ խոչընդոտել բոլոր այն երկրներին, որոնք պատրաստվում էին ճանաչել Արցախի անկախությունը։ Եվ Ուրուգվայի դեպքը բոլորովին էլ բացառություն չէ։ Այս պատմությունը ընդամենը մեկ դրվագ էր այն շարքից, որտեղ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը դառնում էր խոչընդոտ ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մի շարք այլ երկրների նախաձեռնությունների համար։ Այս դրվագը բացահայտում է մի իրականություն, որը քչերն էին բարձրաձայնում։ Արցախի անկախության միջազգային ճանաչման հիմնական արգելքը Հայաստանի դիրքորոշումը չէր, այլ Ռուսաստանի ճնշումները միջազգային դերակատարների վրա։ Եվ հիմա, երբ Պուտինը եւ մյուս ռուս պաշտոնյաները մեղադրում են Հայաստանին, թե ինչու չենք ճանաչել Արցախի անկախությունը, կարիք կա հիշելու հենց այս պատմությունը։ Երևանը չի ճանաչել Արցախի անկախությունը, որովհետև Ռուսաստանը չէր թույլատրում ոչ մեզ, ոչ ուրիշներին։ Ռուսաստանը Արցախի հարցը օգտագործում էր ոչ թե հայկական շահերի պաշտպանության համար, այլ որպես լծակ Հայաստանի եւ տարածաշրջանի վրա իր ազդեցությունը պահպանելու համար։ Եվ սա արդեն ոչ թե պատմական ճշմարտություն է, այլ կարևոր դաս, հասկանալու համար, թե ինչու տարիներ շարունակ Արցախը միջազգային լեգիտիմություն չի ստացել եւ ինչ դերակատարում է ունեցել այս հարցում Ռուսաստանը։ Ինչպես կասեին դաշնակցականները, գինի լից ընկեր ջան, գինի լից։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։